հենասյունը, առաջին ուղղությունը դա ընդհանրապես մենք պետք է ոչ թե սկզբից խոսենք թվերից, այլ պետք է խոսենք ընդհանրապես որտեղ ենք մենք։ Նախ մեր տեղը եւ դիրքը ընդհանուր թե աշխարհում, թե համաշխարհային տնտեսության մեջ։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, թե լինելով փոքր երկիր, լինելով փոքր ռեսուրսներ ունեցող Հայաստան, ինչպես կարող ենք դիրքավորվել աշխարհում եւ ինչպես կարող ենք ունենալ ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն, այլ արտահանելի տնտեսություն։ Մենք ասում ենք, որ ընդհանրապես Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական եւ արդյունաբերական հանգույց։ Սա գրեթե բանաձև է, պոստուլատ է, որին որ մենք պետք է հետևենք։ Ինչպես մենք դրա ռազմավարությունները ունենք եւ ընդհանուր ուղենիշները այսօր պետք է քննարկենք։ Հայաստանը պետք է համաշխարհային տնտեսության մեջ ունենա իր նիշան։ Ինքը պետք է գիտակցի եւ գտնի այն ապրանքների եւ ծառայությունների բարձր տեխնոլոգիական, արժեքահեն, գիտելիքահեն, այն արտադրանքը, թողարկումը, որը ծառայությունների եւ ապրանքների համախումբն է, պետք է գտնի իր նիշան ամբողջ աշխարհում եւ ամբողջ աշխարհին մատակարարի բարձր տեխնոլոգիական եւ գիտելիքահեն թե ծառայություններ, թե ապրանքներ։ Սա է մեր մոդելի հիմքում դրված փոքր երկրի հայեցակարգի հիման վրա գրած մեր գիտակցությունը, որն է մեր տեղը համաշխարհային տնտեսության մեջ։ Սա ամենակարևորն է։ Հետևաբար մեր հաղթող մոդելի բանաձևը հետևյալն է. նիշա, արագություն, տեխնոլոգիա, ինստիտուտներ։ Եթե ամփոփենք, ապա Հայաստանը փոքր է չափերով, բայց մեծ է տնտեսական դերակատարմամբ։ Սա առաջին առանցքային ուղղության բանաձևն է, որ մենք իրար հետ դուրս ենք բերում։